մեր ազգային մտածելակերպին հարիժ չէ, նույնիսկ փողոցային հայոյախոսությունը մեզ հարիժ չէ, ուր մնաց թե երկրի թիվ 1 ամբիոնում հրապարակային իտես աշխարհի, իտես բոլորի, իտես դպրոցականների, որոնք մեր վաղվա սերունդն են, այս հայհոյաստանը դառնում է իրականություն։ Սրա մեջ կան մի քանի խորքային պատճառներ, որովհետև տեսեք, մեծ հաշվով, երբ որ ԿՊԱ-ականները այդպես սկսում են ատելության խոսքն ու հայոյախոսությունը, պետք է տակը տեսնել, որտեղ է խնդիրը։ Խնդիրները կարան լինեն արտաքին ճակատում, իդեպ շատ տեսանք, թե մայիսի 9-ին ինչպես ընկճված էր այդ դուխով տղան, ինչպես էր ընկճված եւ այդ բեռնակրի կեցվածքով ինչպես էր այդ համաշխարհային առաջնորդի հետ նշանավոր գլխարկը գլխին, չէ, այդպես գիքորի կեցվածքով ինչպես էր միջազգային թատերաբեմում իրեն պահում եւ ինչպես էր թիմը այստեղ նախահարցակ լինում։ Դա արտաքին քաղաքական պատճառ։ Ներքաղաքական պատճառների մեջ ամեն ինչ կարելի է տեսնել նախընտրական տրամաբանության լույսի ներքո։ Ես բռնցքամարտով եմ զբաղվել։ Բռնցքամարտի ժամանակ համար առաջինը միշտ ունենում է սպարինգ պարտներ։ Ում հետ ռինգում կռվում է, սպարինգ է անում, փորձում է կատարել։ Հիմա վարչապետը ինքը իրեն համարում է համար առաջինը, նույնիսկ Գելափի ռեյտինգներով ընդունում ենք, որ 10%-անոց վարկանիշը առաջինն է, հա։